Ունենք առողջության ապահովագրության համակարգ, ունենք, բայց փաստորեն ապահովագրությունն էլ ապահովագրության կարիք ունի, այն ապահովագրված չէ խնդիրներից, թեկուզ եթե անգամ միայն մի քանի ամսվա պատմություն ունի։ Հունվարի 1-ից այս համակարգը մեր երկրում ներդրվեց, ասել է թե ամսական 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստացող, ինչպես նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջությունն ապահովագրվեց, եւ եթե թվում էր, թե հնարավոր բոլոր հարցերն արդեն ունեն իրենց պատասխանները, ասպարեզ եկան այնպիսի խնդիրներ, որոնց լուծման հասցեատերը առաջին պահին նույնիսկ հասկանալի չէր, թե ով է։ Համայնքների ենթակայությամբ գործող պոլիկլինիկական համակարգը, թե այս դեպքում էլ այնուամենայնիվ մեգա-ծրագրի նախաձեռնողը, պատասխանատուն առողջապահության նախարարությունը։ Անցնող ամիսների ընթացքում Սուրանկյան խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել այն քաղաքացիներից, որոնց առողջությունն ապահովագրել է կառավարությունը։ Դրանցից հերթականը այս տղամարդուց էր, ով սկզբում համապատասխան կայքում էր տեսել, կարդացել, համոզվել։ Վիրահատությունը, որի կարիքն ունի, ներառված է ապահովագրական ծառայությունների մեջ, այսինքն այսպես ասած համընդհանուր ապահովագրությունն այն ծածկում է։ Ես գնացի պոլիկլինիկա, որտեղ որ հաշվառված եմ, գնացի ուղեգիր կախեցին հենց այն մասնավոր կլինիկա, որը որ ես հենց նախընտրել էի Արմեդով, կախեցին ուղեգիրը, գնացի, հասա այնտեղ, պարզվեց, որ իմ ապահովագրությունը ծածկում էր ընդամենը 6000 դրամ, բայց այդ հետազոտությունը, որը որ պետք է անցնեի, կազմում էր մոտ 26000 դրամի կարգի, այսինքն ստացվում էր, որ ես էլ պետք է այն գրպանից 20000 ավելացնեմ։ Կարգն է այդպես, եթե անգամ բուժծառայությունը ներառված է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում, պարտադիր չէ, որ այն գումարը, որը քաղաքացու համար պատրաստ է պետությունը փոխհատուցել, ամբողջությամբ ծածկի դրա գինը, համավճար է, բայց այն խնդիրները, որոնց բախվել է ապահովագրված առողջությամբ մեր զրուցակիցը, այսքանով չեն սահմանափակվել։ Դիագնոզը եկավ ու ասացին, որ մի ամիս հետո նոր ես կարամ հետ գնամ պոլիկլինիկա, պատասխանը տանեմ իմ բժշկին, որից հետո նոր կպարզվի, արդյոք իմ առողջության ապահովագրական վճարը ծածկում է վիրահատությունը, թե ոչ։ Ինչու, ինչ պատճառ բերեցին։ Պատճառ չեմ բերել, ուղղակի տենց ասին։ Հետաքրքրվել եք, ինչ որ պատճառ նշել են։ Հարցրեցի, բան չասեցին։ Առողջապահական փորձագետն է պարզաբանում։ Գևորգ Գրիգորյանն ասում է, սա հենց այն է, ինչի մասին ամիսներ ի վեր ոլորտի մասնագետները բարձրաձայնում էին հերթերեն բուժհաստատություններում։ Կարելի էր ավելի օպտիմալ կազմակերպել ամեն ինչը, պացիենտները ոչ թե սենց իրար վրայով քայլելով գային հասնեին բուժկենտրոններ եւ պարտադրեին, որ ինձ ուղեգիր տուր եւ այլն, այլ ըստ դիմելիության մարդը խնդիր ունի ստանալ ուղեգիր։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը նույնիսկ դեռ չէր գործարկվել Հայաստանում, երբ առողջապահական մասնագետները պնդում էին այն ձևաչափով, որով պատրաստվում է առաջնորդվել պատասխանատու գերատեսչությունը, ինչպես նաև այն մոդելը, որը նախատեսում են ներդնել, վերջում դառնալու է այսպես ասած ընդլայնված պետական պատվեր։ Չարեցին շատ բան, որ պիտի անեին, այսինքն ճիշտ հաշվարկ չարեցին, ճիշտ չմոբիլիզացրեցին ռեսուրսները, ճիշտ չաշխատեցին բուժանձնակազմի հետ, որպեսզի նրանք պատրաստ լինեն, իսկ արեցին այն ինչ չպետք է անեին։ Բժշկական ոլորտում խնդիրները բազմազան էին իրականում, ինչև ապահովագրությունն էլ։ Իսկ ապահովագրությունից հետո արդեն ոչ թե խնդիրը, այլ կարելի ասել խայտառակություն է։ Դրա համար կարծում եմ, ինչև նման մասշտաբային ծրագիր ներդնելը կարելի էր գոնե որոշակի մակարդակով լուծում ստանային խնդիրները, նոր նման որոշումներ կայացվեր։ Գոնե խոսվեր բժիշկների հետ, խնդիրները խորությամբ հասկանային։ Իսկ ինչ է փոխվել նախկին պետպատվերի եւ այժմ գործող ապահովագրության շրջանակում հարցը նախարար Անահիտ Ավանեսյանը ուղղում է Յոլյանի անվան արյունաբանական եւ ուռուցքաբանական կենտրոնի տնօրենին։ Տեսանյութը նա Facebook-ում է հրապարակել։ Հասանելի է դարձել եւ ֆինանսապես եւ ընդհանրապես ֆիզիկապես հասանելի է դարձել ոչ միայն բուժական առումով, այլ հետազոտական առումով բավականին հետազոտություններ եւ լաբորատոր եւ գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, գնահատող հետազոտություններ մտել են ապահովագրության մեջ, որոնք նույնպես բավականին մեծ ֆինանսական բեռ էին, որը նույնպես դուրս է գալիս հիվանդի ուսերից, իսկ տեղամիջոցների առումով ուղղակի աննախադեպ է։ Եվ սա է մեր նպատակը, որ ապահովագրության շրջանակներում մենք կարողանանք այդ ամենաանհրաժեշտ եւ ֆինանսական առումով շատ մեծ բեռ հանդիսացող բուժման սխեմաները ապահովել մեր համակարգի շնորհիվ։ Պաշտոնական եւ փորձագիտական ընկալումները այդպես էլ չեն մոտենում իրար։ Պատասխանատուների եւ մասնագետների մեկնաբանությունների միջև առկա հակասությունների հեռավորությունը համակարգի ներդրումից հետո արդեն գրեթե կես տարի այդպես էլ չի կրճատվում։ Պաշտոնական կողմը խոսում է մեգա-ծրագրի արդյունավետության մասին, մինչդեռ փորձագետները շարունակ մատնանշում են այն բացերը, որոնք տեսանելի են այս համակարգի առաջնային շահառուներին, քաղաքացիներին։ Հենց այս բևեռացված ընկալումներն են, որ հարց են առաջ բերում։ Նոր համակարգի արդյունավետությունն արդյոք
չափվում է ցուցանիշներով, թվերով, թե մարդկանց իրական փորձով։ Իսկ ինչ ենք ունենալու ամիսներ անց կանխատեսումներն այս դեպքում եւս հավանաբար առավել ճիշտ է ասել հաշվարկները երկու կողմում էլ կոնկրետ են, բայց տարբեր։ Լիմիտավորում է դրվելու ամեն հիվանդանոցի վրա կոնկրետ քանակի ապահովագրական դեպքերի սպասարկում, դրանից ավել չեն փոխհատուցելու, բուժկենտրոններն սկսելու են հերթագրելու մոտավորապես օգոստոս-սեպտեմբերից այդ հերթագրումը սկսվելու է։ Օգոստոս-սեպտեմբերից ըստ փորձագետի ասել է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո նախարար Ավանեսյանը շտաբում է դաշտում հայտնված թեզին հակադարձել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը արդեն իրողություն է։ Մենք ունենք 1.700.000 շահառուներ, ովքեր օգտվում են եւ շարունակելու են օգտվել այս համակարգից եւ ավելին մենք վերջերս իրականացված փոփոխությունների արդյունքում ավելացրեցինք այն խմբերի ցանկը, ովքեր միանալու են 2027 թվականից։ Դրանք են տաքսի վարորդները, փոխկապակցված անձինք եւ իհարկե միանալու են բոլոր աշխատավարձ ստացողները արդեն անկախ շեմից։ Այստեղ ոլորտի փորձագետը անցնող 5 ամիսների ապահովագրական անցուդարձից բժիշկների աշխատավարձերի հետ կապված խնդիրն է հիշում։ Ասում է, սկզբում նախարարությունից վստահեցնում էին, թե Հիպոկրատի երթվյալների վարձատրության չափը բարձրացել է, հետո սպիտակ խալաթավորների մասշտաբային դժգոհություններին հաջորդեց համաձայնությունը, չլուծված խնդիրներ կան։ Ըստ Գևորգ Գրիգորյանի նույն ժանրից են համեմատականները։ Ուղղակի մարդիկ համակերպվելու են նրա հետ ինչ որ կա, այսինքն սա պետպատվեր համակարգի մոդիֆիկացված տարբերակն է։ Ոնց որ այն ժամանակ էր պետպատվերը տարեվերջին ավարտվում ու մարդկանց հերթագրում էին, տենց է ապահովագրականն ավարտվելու։ Թղթերին կարելի է հազար ու մի բան գրել գեղեցիկ, երբեմն նույնիսկ շռնդալից գաղափարներ, մաթեմատիկական միանշանակ բանաձևեր, թե որքանով արդեն դրանք իրականություն կդառնան, քննությունը հենց ժամանակի տեսքով է։ Առողջության պարտադիր համընդհանուր ապահովագրության ներդրումից 5 ամիս է անցել, այն առայժմ իր տեղն ու դիրքն է փնտրում մեծ համակարգում, եւ հիմա դեռ հարցերն ավելի շատ են, քան լուծումները, որ իր հետ պետք է բերեր հեղափոխական համակարգը։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, Սուրանգյուն։